Նոր ինչ ա եղել, ում ես այդքան զանգում։ Չէ, հաս ջան, ոչ մի բան չի եղել, ամեն ինչ նորմալ է։ Ալո։ Որոշել ես չպատասխանես, արա։ Ես գիտեմ, որ գիշերը գարաժում եք լինելու։ Ես գալու եմ, որ հերթով պատասխան եք տալու։ Լսում ես։ Դու գիտես նորոն, որ ասում է ամեն ինչ անում է։ Ու առաջինը քեզնից եմ սկսելու, նես որ պատրաստվի։ Այսօր վերջ, կարող եք տուն գնալ։ Ալին լավ է զգում քեզ արդեն։ Հա, հաս, շատ լավ եմ։ Որ գիտեմ տուն ենք գնում արդեն ավելի լավ եմ ինձ զգում։ Միսիս ջան, վաղը գալու ենք։ Հա, նույն ժամին։ Այնքան ուրախ եմ, որ Ալինային արդեն տուն ենք տանում։ Բա ես ինչքան ուրախ եմ։ Տունս դատարկություն էր, համ ու հոտը կորել էր։ Դե հա, ես գիտեմ, որ մեր տան համն ու հոտը ես եմ։ Համեստությունը 0 չկա։ Նորո ջան, ճիշտ է ասում, ինչի անիմաստ համեստություն անի։ Համեստությունը անիմաստ չի լինում։ Բայց թողեք թող ուրիշները ձեր մասին լավ բան ասեն կլինի։ Դե տեսնում ենք ասող չկա, նոր դրա համար էլ մենք ենք ասում։ Նզարդ բայ։ Բայ, քո ասես տա։ Չէ, չեղավ նոր։ Եթե ասում ես, ուրեմն բացատրի, ինչի ա վատ։ Նայ, համեստությունը լավ բան է։ Բայց այդ խեղճ լինելու հետ ընդհանրապես կապ չունի։ Հասկանում ես, հիմա ինչ պետքա դասախոսություն անցկացնեմ, հա։ Չէ, մենակ այդ չէ։ Ես քո դասին հաստատ անբավարար կստանամ։ Դե նստի։ Հաս քեզ էլ այսքան տանջում։ Դե ես չեմ դժգոհում, երևի ինձ համեստ եմ պահում դրանից է։ Հասիկան համեստության օրինակ է, հատկապես եկող սերնդի համար։ Նո։ Լավ, երկուսդ էլ համեստ եք, երկուսդ էլ վերջն եք, չկա ձերպես, բայց հատկապես Ալինայիս։ Իրա նման չկա, ինք իմ կյանքի իմաստն է, իմ գոնձն օրի, բոնգինոգով։ Մի րոպե։ Ճիշտն ասած չգիտեմ օգնեմ թե չէ։ Առավոտվա պահվածքիցդ հետո ես էլ չգիտեմ ինձ ոնց պահեմ։ Եթե օգնես շնորհակալ կլինեմ։ Թույլ կտաս օգնեմ։ Ես սրանք կչորացնեմ։ Ես փոխվեմ գամ։ Կարաս գնաս տուն, մնացածը ես կշարունակեմ, լավ։ Նախ ես կյանքում քեզ սենց մենակ չեմ թողնի։ Ու հետո դու ես քո խոսքերով արդեն ինձ նեղացնում ես։ Ես ինձ վատ եմ զգում։ Բայց դու ինչ ես արել, որ դու քեզ վատ ես զգում։ Հակառակը ես ինձ պետքա վատ զգամ։ Ես առանց երկար բարակ մտածելու զանգեցի քեզ կանչեցի այն այս ժամին։
Երևի զգացել ես, որ հենց ես եմ քեզ պետք։ Չէ, Նորո, ես չեմ ուզում դու մտածես, որ քո զանգից հետո ինչ-որ բան ա փոխվել։ Կամ էլ ես հույսեր կունենամ, որ ինչ-որ բան կփոխվի։ Ալին։ Մի զարմացել։ Բժիշկն ասաց, որ ես շատ լավ եմ։ Ու սրանից հետո ես հիվանդանոց գնալու եմ մենակ կաթիլային ստանալու համար։ Բա Էլիս ջան։ Հա, ճիշտ է ասում։ Դեղերը օգտան են։ Ալինը ինչ լավ է։ Կթողնեք չէ դասի գնամ։ Այդ հարցերիդ պատասխանները բժշկի հետ խոսալուց հետո կարամ ասեմ։ Իսկ կարող ես սուրճ խմենք։ Հա, Հասիկո ջան։ Ես մեծ սիրով քո դրած սուրճը կխմամ։ Բայց ես հոգնած եմ, չի լինի Էլիզը դնի։ Չէ։ Կամ քո սուրճն եմ խմելու, կամ ընդհանրապես չեմ ուզում։ Դու գիտես չէ, որ ես քեզ մերժել չեմ կարողանում։ Էս ինչ էր։ Ինչ եք դες նայում։ Մարդու հետ միշտ թշնամի չեք դինելու։ Ամեն ինչ նորմալ է։ Նորմալ ընկերակա շփվում ենք։ Փաստորեն դու ստի մեծ վարպետ ես։ Երևի չես հասկանում ինչ ես ուզում։ Երևի չես կողմնորոշվում, շատ բարդ ընտրության առաջ ես կանգնել։ Ես չգիտեմ դու ինչի ես իմ հետ սենց վարվում։ Բայց ես չեմ պատրաստվում քո պարապ ժամբա խաղալիքը լինել։ Ես չեմ թողնի, որ դու ինձ օգտագործես։ Միաժամանակ երկու աղջկա ես հա խափում։ Դու ուղղակի չես գիտակցում, որ քո արածը այդ ստորություն է։ Դու զանգում ես ինձ, ասում ես, որ իմ օգնության կարիքը ունես։ Նենց բաներ ես ասում, որ ես մտածեմ մենք հաշտվել ենք, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Բայց հաջորդ օրը քեզ Հասմիկի հետ եմ տեսնում զրուցելիս ու շատ ջերմ։ Կասես ինչի ես անում։ Ոնց հասկանամ քո արածը։ Դու սենց ես հա ինձնից վրեժ լուծում։ Ուզում ես Արշակից սենց վրեժ խնդիր լինես։ Ինձ օգտագործելով, իմ հետ խաղալով։ Ասում ես Հասմիկը ամենահամով սուրճն է, հա դնում։ Հա, Հասիկոն շատ ճիշտ է պատրաստում։ Ես ոչ շատ թունդ եմ սիրում, ոչ էլ թույլ։ Մենակ ինքն է կարող այդ ոսկե միջինը բռնի ու պատրաստի։ Երևի շատ փորձ ունենալուց է։ Պրակտիկատ մեծ է, Հասիկո։ Սրանից հետո միշտ դու կդնես մեր տան սուրճը, հա։ Մեծ հաճույքով։ Դու տես բաներ մի ասա։ Ես եմ ու խիղճս կորցրեցի։ Դու պատկերացնում ես ինչ կլինի։ Ալո, Բարև Մակ, ոնց ես։ բարև դու ասա։ Լավ եմ ապրես։ Ուզում եմ հանդիպենք, երկար ժամանակը քեզ չեմ տեսել, մի քիչ խոսենք։ Չէ, Ինչի զբաղված ես։ ես ցանկություն չունեմ ու ոչ էլ տրամադրություն։ Ինչ ա եղել Մագդա, ինչի ես հետը սենց խոսում։ Լացում ես։ Չէ, ես էլ երբեք անարժանների համար չեմ լացելու։
Էդո ուղակի հիմա ուզում եմ մենակ մնալ, ինձ հիմա մենակ է դա պետք։ Դե ես արդեն գնամ, որ վերջին 2 ժամին էլ հասնեմ, ասել եմ, որ կգամ։ Ես քեզ կճանապարհեմ։ Ինչ? Ինչ դաս նկատի ունեմ, չէի ասել աշխատանքի չեմ գնալու։ Հա, բայց պետքա գնամ։ Փոխարինողը չի կարողանում գալ։ Պարզա։ Այս նշանակում է մարդավարի շփվել։ Ալո, Ալին, բարև, ո՞նց ես։ ես էլ քեզ էի ուզում զանգի արև։ Չնայած որոշել էի երեկոյան զանգեի, մտածում էի կարող է դասի լինես հիմա։ Ես արդեն տանն եմ, ավարտել եմ։ Դու ասա ո՞նց ես, բժիշկները երբ կթողեն քեզ տեսնենք։ Հենց դրա համար էլ ուզում էի զանգեի։ Ես արդեն տանն եմ։ Լուրջ ես ասում, այսինքն լավացել ես։ Դե հա, արդեն մի քիչ լավ եմ։ Բայց էլ հիվանդանոցում չեմ մնալու։ Էդ լավ է, համ էլ վաղը շաբաթ է, դաս չկա։ Միասին դուրս կգնանք, բայց պապայից պիտի ասեմ։ Մի հատ իրան հարցնեմ, քեզ կասեմ։ Շատ լավ միտք է։ Դե ես էլ ուրեմն նորից կհարցնեմ։ Դե կզանգես։ Լավ։ Ճանապարհեցի՞ր։ Հա, ճանապարհեցի։ Նոր ինձ թվաց, թե շատ ջերմ է իր հետը։ Այ, Էլիս, դու քեզանից գլուխ հանդում ես։ Այդ աղջիկը այդ կոպիտ եմ շփվում, ասում ես պետք չի տենց, մեղ կա, տենց մի արա։ Նորմալ շփվում եմ, ասում ես տենց մի շփվի, շատ ջերմ ես։ Դու ասա ոնց շփվեմ այդ աղջիկը, այդ շփվեմ։ Նոր ջան, շատ լավ է, որ սենց է շփվում, շատ ուրախ եմ, իմ սրտով է, բայց ես քեզ չեմ հասկանում, ու վստահ եմ, որ Հասմիկն էլ։ Մի օր լավն ես, մի օր վատն ես, մի օր ունես տրամադրություն, մի օր չունես։ Ոնից շջղայնացնեք։ Ես միշտ էլ լավ եմ շփվում մարդկանց հետ, ու միշտ էլ լավ եմ տրամադրված։ Լավ, սենց մի բան ասեմ, որ քո մոտ էլ հարց չառաջանա ընդհանրապես։ Հասմիկը մեր 1000 տարվա ծանոթն է, մեր ընկերն է։ Ես չեմ ուզում այդ մարդու հետ վատ շփվեմ, թշնամանք լինի, ինչ կա չհասկանալու։ Նոր, ուղղակի Հասմիկը քեզ սխալ կհասկանա։ Դու էլ նենց արա, որ սխալ չհասկանա, քո ընկերուհին է, չէ՞։ Նոր, Ջան, քեզ մի բան պիտի խնդրեմ։ ասա ցավը տանամ, ինչ անցնում քո մտքով, ինչ ես ուզում, որ ես անեմ։ Նոր արևն էր զանգել։ Ուզում ա որ հանդիպենք։ Կլինի միասին գնանք։ Էս պապան տանը չի։ Ես արդեն տանն եմ, գնացել էի խանութ, որ քո սիրած քաղցրավենիքը բերեմ։ Լանան ասաց, որ վերջացել է։ Լավ է, վաղն էլ Ալինային իմ սիրած կոնֆետներից կտանեմ։ Այսինքն բոլես։
Ալինան արդեն տանն է։ Զանգեցի տեսնեմ ոնց է։ Ասեց, որ արդեն հիվանդանոցից դուրս է եկել։ Կթողես չէ գնամ իր մոտ։ Կամ գոնե Մագդայի հետ, եթե ուզեց։ Ապրես։ Ալին, ես վաղը զբաղված եմ լինելու։ Դու էլ հաստատ մենակով չես գնալու, մոռացի։ Լավ էլի նոր։ Էլիզը կգա հետս։ Ինքն էլ արևին ճանաչում։ Վայ, Էլիզը չի կարա։ Էլիզը վաղը նոր աշխատանքի համար պետք է գնա հարցազրույցի։ Տենց բոլորդ զբաղված եք, հա։ Բայց ես շոտ եմ ուզում արևին տեսնեմ։ Ալին ջան, կարելի է չէ հասկանալ, բոլորը զբաղված ենք, մի քիչ ըմբռնումով մոտեցի էլի հարցին։ Ռոբի հետ կգնամ։ Ռոբը հաստատ կգա։ Չէ, Նոր դու զբաղված չես։ Ուղղակի չես ուզում, որ ես ու արևը հանդիպենք։ Բայց կասես ինչի։ Ինձ լրիվ ծանր հիվանդի տեղ եք դրել։ Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, որ տանը անընդհատ պարկած մնամ։ Համ ինձ ծանր հիվանդի տեղ եք դնում, համ չեք ուզում, որ վախենամ ու վատ բաներ մտածեմ։ մեկը մյուսի հետ կապ չունի, Ալին, մի խառնի իրար։ Շատ լավ էլ այդ է հարցը։ Երևի վախենում եք, որ դրսում կվատանա։ Ալինա, դու նոր դեղեր ես ստանում։ Պետքա մի քիչ զգույշ լինենք, ուշադիր լինենք։ Մի քիչ համբերի էլի։ Էլ ախր ես չեմ ուզում, որ դուք ինձ վերաբերվեք որպես հիվանդ երեխու։ Այդ ինձ ճնշում է։ Ու համ էլ մարդ, որ հիվանդանում է, դա չի նշանակում, որ պետք է անընդհատ տանը պարկած մնա։ Լավ։ Բայց իրար հետ ենք գնալու։ Ու մենակ նրա համար, որ քո մտքով տենց ապուշ բաներ չանցնի։ Հաստատ։ Հա։ Ուխ։ Ես կինո սարքեցի նրա համար, որ համաձայնվեմ, չէ՞, ու բռնում ես մռուտ պուլկը լավ կանեմ, չէ՞։ Նպատակասլաց երեխա եմ, չէ՞։ Դե գնամ արևին ասեմ, որ թողել ես։ Շատ կուրախանա։ Ալինա, իրոք այդքան շատ ես արևին սիրում։ Բայց նոր եք ծանոթացել։ Ոնց հասցրեցիք տենց մտերմանալ, չեմ հասկանում։ Չգիտեմ էլ, ստացվեց։ Երևի նրանից է, որ արևը շատ դրական աղջիկ է։ Համ էլ մենք շատ նման ենք իրար։ Պետքա միջև վերջ ասեիս չէ։ Ոնց ասեի, չէ։ Չես տեսնում երեխու մտքով ինչեր է անցնում։ Քեզ թվում է իմ սիրտը չի ցավում։ Քեզ թվում է իմ համար հեշտ է, հա։ Քեզ թվում է հեշտ է կողքից տեսնել ոնց են երկու քույր ոնց որ ընկերուհիներ շփվում։ Կամ ոնց են մեզնից թույլտվություն վերցնում, որ հանդիպեն։ Չէ։ Չէ նորը։ Իմ սիրտն էլ քարից չի։ Իմ համար էլ հեշտ չի նոր։ Բայց այս ստով միջև ուր ենք հասնելու։ Դու մտածել ես։ Մենք սենց միջև ուր ենք հասնելու նոր։ Իրանց հանդիպումները գնալով ավելի հաճախակ են դառնալու։ Ու իրանք ավելի են մտերմանալու։ Իսկ այդ մեզ պետք չի։ Մի քիչ համբերի։ Համբերի։ Նորը ինչքան համբերեմ, կամ որ համբերեմ ինչն է փոխվելու նոր։ Ինչ կարողանալու ես նենց անել, որ էլ չշփվեն, հա։ Ամենայն դեպս ուրիշ տարբերակ չկա։ Մի քիչ թող ժամանակ անցնի կհասկանանք ինչ ենք անում։
Բալես Ալինան արդեն լավ է, որ դուրս են գրել։ Հա, ասեց լավ է։ Պապ, կլինի դասերս կիրակի օրը ավարտեմ, վաղը գնամ Ալինայի մոտ։ Կամ կես այսօր անեմ, այն մյուս կեսն էլ կիրակի օրը։ Արև նորոն թողեց։ Դու ինչ արեցիր, պապատ թողեց։ Ասա, որ հանդիպում ենք Արև։ Պապ, նորոն թողեց։ Բալես կլինի ես 5 րոպեից քեզ պատասխանեմ։ Բայց ինչի Ալինան սպասում է։ Դու բարձացի քո սենյակ, ես 5 րոպեից կգամ, հա։ Բա ինչ ես անելու։ Կզանգեմ նորոյին։ Ինչի համար։ Կամ ինչի չթողեցիր։ Չեմ հասկանում, լավ չի, որ ուզում են շփվեն։ Մագդա սենց սխալ է։ Այդ երեխեքի հոգեբանությունը խաղալիք չի։ Ալո։ Բարև նորո, ո՞նց ես։ Լավ, ես քեզ ոնց բացատրեմ, որ դու ինձ ընդհանրապես չզանգես։ Ամեն անգամ միջև իմ հետ խոսալը դու սկսում ես վիճել։ Այդ նորմալ է։ Որովհետև ես չեմ ուզում քո հետ խոսամ։ Տհաճ է ինձ։ Իսկ երբ որ դիմացին է քեզ տհաճ է լինում, դու ընդհանրապես չես ուզում իր հետ խոսաս։ Ինչ կա չհասկանալու։ Ես էլ շատ փափուկ եմ քո հետ խոսում։ Եթե միշտ ես զանգել եմ ու խնդրել եմ, որ ինձ լսես, չնայած նրան, որ օգնությունս եմ առաջարկել։ Հիմա էլ այդպես չի լինելու։ Միջև վերջ կլսես, թե ինչ եմ ասում, որովհետև շատ կարևոր բան ունեմ ասելու, որովհետև մեջտեղում իմ երեխեն է։ Իսկ ես որպես ծնող իրավունք ունեմ, չէ անհանգստանամ երեխուս համար։ Այդտես որ լսելը պետք է լինում։ Ինչ ես ուզում, ինչ է քո ասածը։ Ես շատ ուրախ եմ, որ Ալինան ու Արևը շփվում են։ Իմ համար հաճելի է, որ իմ երեխեն կապ է պահում իր հարազատների հետ։ Բայց այդ ուրախությունը մենակ իմն է նորո։ Արևը չգիտի, որ Ալինան իր քույրն է, բայց շփվում է հետը, խոսում են։ Այդ ճիշտ է։ Ասելիքդ ասա, ինչ ես առաջարկում։ Առաջարկում եմ, որ երեխեքը պետքա ճշմարտությունը իմանան։ Ինձ արանքից կարաս հանես։ Մոռացի ինձ, համարի ես չկամ, մեռած եմ։ Այդ ժամանակ ոնց պետքա շփվեիք Արևի հետ։ Նորից անտեսելու եք, հա։ Ձեզ չէր հետաքրքրելու, թե այդ երեխեն ոնց է։ Հիմա ուշադիր ինձ լսի։ Եթե Ալինան քո միջոցով ինչ-որ բան իմացավ, ես իմ արարքների համար պատասխանատու չեմ, հասկացար։ Նորո դու չես հասկանում, որ հետոն այդ երեխեքի հոգեբանության վրա ավելի ծանր է նստելու։ Իրանք շփվում են, մտերիմ ընկերներ են։ Ես պատկերացնում եմ, որ իրանք մի օր իմանան, որ քույրեր են։ Դու մի հատ պատկերացա, թե իրանց հետ ինչ կկատարվի, ինչ կապրեն այդ երեխեքը։ Դու մի հատ քո վրա պատկերացրա։ Պատկերացրա օրինակ Էդոն քո եղբայրն է, ոչ թե քո ընկերը։ Ինչ կկատարվի քո հետ, հա։ Ոնց կկոտրվես։ Չես իմանա ուրախանաս, թե լացես։ Ինչ որ անհասկանալի ապրումներ ես ունենալու, զգացմունքներ, հիմա դու ուզում ես, որ այդ ճանապարհով Ալինան անցնի, հա։ Դու հետո քեզ մեղավոր չես զգալու, որ կարա այդ ամեն ինչը ժամանակին շտկեր, բայց չես արել։ Ես օրինակ ինձ վատ կզգամ։ Նորո, Արևը ձեր արյունն է։ Եթե ես եմ խանգարողը, ինձ հանեք արանքից։ Ես խոստանում եմ, որ չեմ խառնում, ես դրա համար ամեն ինչ կանեմ։ Բայց այդ երեխեքը պարտավոր չեն պատասխան տան մի բանի համար, ինչի մեջ մեղք չունեն։ Արևը քո աղջիկն է։ Հաստորեն դու Արևին չես ընդունում, հա։ Այսքան իմ ասածը հեչ։ Հա։ Այդ դեպքում
Ինչի համաձայնվեցիր, որ վաղ երեխեքը հանդիպեն։ Եթե քո համար Ալինայի ապրումները մեկ են, իմ համար մեկ չեն։ Ոչ Ալինայինը, ոչ էլ Արևինը։ Ես չեմ ուզում, որ այդ երեխեքը ստրեսի մեջ են գնեն, հասկանում ես։ Չեմ ուզում, որ կոտրվեն։ Լսի Նորո, իրանք հիմա փոքր են, հիմա ավելի հեշտ կլինի։ Ամեն անգամ այդ հարցը հետաձգելով մենք ավելի վատ դրության մեջ ենք ընկնում, դու չես հասկանում, թե քո գլխի մեջ մենակ ատելությունն է։ Դու բացի դրանից ուրիշ ձև չես նկատում, չէ՞ իրականությունը։ Հիմա որ ինձ լսես, մենք երեխեքին ամեն ինչ կասենք։ Պետք չէ անցյալը կարևորել ներկայից։ Եթե դու հիմա անցյալից ես խոսում, ուրեմն հիմա ներկան քննարկել ընդհանրապես իմաստ չունի։ Թող ժամանակ անցնի, հետո կհասկանանք։ Այդտենց չեղավ Նորո։ Ես չեմ պատրաստվում իմ երեխու ճակատագրին մատների արանքով նայեմ։ Եթե դու մնում ես քո կարծիքին, եթե դու Արևին չես ընդունում, ուրեմն նենց կանես, որ վաղ այդ հանդիպումը չլինի։ Նենց կանես, որ այդ երեխեք էլ իրար հետ շփվեն։ Հիմա իմ համար շատ ծանր է այդ ամեն ինչը քեզ ասել, որովհետև ես հույս ունեի, որ այդ երեխեք ինչ որ բան կկարանան, փոխեն ձեր մեջ։ Բայց եթե դու մնում ես քո ասածին, ուրեմն ես ստիպված կլինեմ։ Հա, հենց տենց է պետք է անենք։ Մեկ էլ մի բան իմացի Նորո։ Դուք կարող եք չընդունել Արևին, բայց ատել չեք կարող։ Ինքը ձերն է, ու մի օր Արունը հաստատ կկանչի։ Ալին, զանգի այդ երեխուն ասա, որ վաղը չես տեսնելու։ Ինչի համար։ Գործերս չկարողացա հետաձգեմ, չի ստացվի։ Նոր տատիկի հետ կգնամ, էլի։ Մերակ խնդրում եմ գնամ, ախր ինքը սպասում է արդեն։ Ալին ջան, ինչ կար չհասկանալու։ Ասում եմ, որ չէ։ Ու աշխատի այդ երեխու հետ քիչ հանդիպումներ փնտրես առանց մեզ տեղյակ պահելու։ Կլինի։ Նորը քեզ ինչ եղավ։ Ոչ մի բան, հետո կասեմ։ Նստի դասեր է տարը։ Արև մենք վաղը չենք կարողանալու գալ։ Չենք կարող հանդիպել կներես։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի րոպե։ Ուր։ Մագդայի մոտ եմ եկել։ Հա, բայց կարելի է ներկայանալ, չէ՞, դու ով ես։ Էդ Արիներս։ Արև մենք վաղը չենք կարողանալու գալ։ Չենք կարող հանդիպել կներես։ Ասում ես ինչ էր եղել, որ այդպես տենց խոսացիր։ Ոչ մի բան։ Ես չեմ ուզում այդ թեմայի մասին խոսալ։ Թեման նորունա, չէ՞։ Այդ պարզից էլ պարզ էր։ Որ ասացիր անարժանների համար էլ չես լացելու մի անգամից հասկացա Մագդա։ Լավ, աստնամ ինչ է եղել։ Ասեմ իմանաս, որ ես ամեն ինչից լավ տեղյակ եմ, գիտեմ գիշերը ուր ես եղել։ Հենց որ հանգիստ խոսա։ Ոչ մի բան չի եղել։ Ուղղակի ընկերը չի կողմնորոշվում, մեկ իմ հետ է, մեկ Հասմիկի։ Այսինքն։ Հա։ Երեք որ Նորոյի հետ է ինձ թված հաշտվել ենք, հասկանում ենք իրար։ Բայց այսօր տեսա, որ հիվանդանոցից Հասմիկի հետ է դուրս գալիս։ Ու գիտես ինչքան ջերմ էին շփվում։ Ինձ պահի տակ թված, որ երեք ինձ է օգնության կանչել, որովհետև չի ուզում այդ աղջկա քունը հարամի։ Մագդա, ասի,
Դու ամեն ինչ այնքան սխալ ես վերլուծում, ցավդ տանեմ։ Ես քեզ 1000 անգամ ասել եմ, չէ՞ որ Հասոն Էլիզի ամենամոտ ընկերուհին է։ Ու իրանք չեն կարող ուղակի որոշեն ու կտրականապես չշփվեն, հասկանում ես։ Հա, բայց հետո առանձին դուրս չգալու չխոսալ կարա, չէ։ Հետո ես չեմ ուզում հիմա այս թեմայի մեջ խորանամ։ Արի ինձ ոչինչ բան մի բացատրի, ես ոչինչ բան չեմ ուզում ոչ լսեմ, ոչ էլ հասկանամ։ Ինձ իմ տեսածը լրիվ հերիք էր։ Ու հիմա դու ստեղ նորոյին մի արդարացրա։ Մագդա, ես ոչ մեկին չեմ արդարացնում։ Ոչ մեկին։ Բայց ուզում եմ իմանաս, որ նորոն ոչ մի բան չի արել։ Հասոնն հենց արեց, որ նորոյի հետ հիվանդանոց գնա։ Հա, նորոն էլ շատ խեղճ է։ Երևի չէր կարողանում ասեր չէ։ Ասենք ինչի ես ծիծաղում։ Այ Մագդա։ Շատ խնդալու ես, խանդում։ Քիչ ամանում նկարեմ ուղարկեմ նորոյին։ Ես ընդհանրապես նորոյին չեմ խանդում։ Ու ինձ մեկ է ինքը ինչ կանի։ Բայց ես քո վրա ահավոր ջղայնացած եմ իմ էջայլոց։ Էդ ինչի։ Որովհետև քեզ խելոք չես պահում։ Գիշերը տենց ուշ ժամի տնից դուրս ես գալիս։ Հա, ճիշտ ես ասում։ Հիմա ինչ էլ ասես, ես գիտեմ, որ սխալ եմ։ Հաստատ չպետք է նորոյի համար դուրս գայի, որ հիմա էլ սենց լիներ։ Լսի, Մագդա, ես այդ դայակի հետ ամեն ինչ նորմալ է։ Հա։ Շատ հոգատար է ու ուշադիր ինչի։ Դու տարօրինակ թվաց ես։ Չէ, շատ լավն է։ Ես իրան շատ եմ հավանում։ Լավ, բան չասեցի։ Դու մի շեղվի շարունակի։ Ինչը շարունակեմ։ Խանդելդ։ Ալո, Ինչ կա Էլիս, ինչ ես անում։ բան չէ դու ասա։ Ուզում եի արդեն պարկեի։ Դրսում ես։ Հա, դրսում եմ։ Նորոն տանն է։ Հա, տանն է, պարկացա։ Լսի Էլիս, եթե հանկարծ նորոն տնից դուրս գա, անպայման կզանգես ինձ, լավ, ժամին չնայես։ Բան է եղել։ Դու ուղակի ասացես արա, հա։ Դու եթե լուրջ բան չլիներ, սենց բան չէիր ասի։ Էլիս, հետո կպատմեմ, էլի կասեմ, ցավդ տանեմ, հիմա ուղակի ոնց ասում եմ, նենց արա, շատ կարևոր է։ Խնդրում եմ, էլի ասա ինչ ա եղել։ Կարող է այդ փողերի հետ կապված։ Իմացել ես ոնց են այդ փողերը հայտնվել նորոյի մոտ։ Դու վատ բան ա արել։ Էլիս, հանգստացի, ոչ մի վատ բան չի եղել, ցավդ տանեմ, ուղակի արա նենց ոնց ասում եմ, լավ։ Լավ։ Էլիս ես գնում եմ պարկեմ հոգնած եմ, բարի գիշեր։ Բարի գիշեր։ Արև, բայց ինչ ես անում։ Ոչ մի բան, ավելի ճիշտ Ալինայի հետ եմ խոսում։ Ոնց որ տխուր ես, հա, որ չեք հանդիպելու։ Դե հա, ես արդեն պատկերացրել էի ամբողջ օրս։ Արև ես ուղարկածս մուլտը անպայման կնայես, շատ լավն է։ Շատ եք հա շփվում։ Հա։ Լեզու ենք էլի գտել։ Ճիշտ է, ինձնից տարիքով փոքր է, բայց հասկանում ենք իրար։ Դու էլ շատ մեծ չես։ Դե կարող է դրանից էլ է։ Բայց դու ինձ տենց էլ արևից բան չպատմեցիր։ Խնամել ես, չէ՞ իրան։ Դե ինչ պատմեմ, սովորական երեխա է։ Հա, բայց ինձ հետաքրքիր է, չէ՞ ինչ եք արել իրար հետ։ Ինչով եք զբաղվել։ Ուշ Ալինա։
Ալին, արդեն ուշ է, ես պետք է քնեմ։ Հա, ու մոռացա ասեմ, նորոյն էլ կբարևես։ Ալին, արդեն ուշ է, ես պետք է քնեմ։ Հա, ու մոռացա ասեմ, նորոյն էլ կբարևես։ Նորոն հիմա տանը չի արև, բայց որ տեսնեմ անպայման կբարևեմ։ Բայց ինչի ասացիր, որ նորոն տանը չի, տանը քնած է։ Հա։ Չգիտեի։ Լավ, արի քնենք ուշա։ Քնի, ես անջատի, քնի։ Նորոն հիմա տանը չի արև, բայց որ տեսնեմ անպայման կբարևեմ։ Լավ, վերջ, քնում եմ։ Բարի գիշեր։ Տատի նորոյն չես տեսել, դուրս է եկել իր սենյակում չեր մտա սենյակ։ Չգիտեմ, Էլիս։ Չեմ նկատել։ Վատ էի զգում եկել էի, դեղ խմեի։